այս ոլորտում այդ պրավալները շատ ավելի հեշտ են տանելի, քան մյուս ոլորտները, օրինակ երաժշտության մեջ, որ նույնիսկ չհասկացող մարդը ֆալշ նոտան կլսի։ Լավ, ո՞նց որոշվեց, որ ասենք աճպարը պետքա դառնաս, ոչ դաշնակահար։ Իմիջիալս դաշնամուր նվագում եմ ու շատ եմ սիրում։ Այսինքն կարելի ասել գիտությունը աճպարությունը ավելի շատ։ Ասես մի հատ ունիկալ բան, ունիկալ երևույթ է։ Հայկ, իսկ ո՞նց ստացվեց, որ երգում ես հայ առաքելական եկեղեցու։ Դե ինչ որ կյանքի փուլում սկսեցի գնալ եկեղեցի, Կոնդի Սուրբ Հովանես եկեղեցին գնացի, այնտեղի հոգևոր հովիվը ինձ այդպես շապիկ հագցրեց, ու տենց սկսեցի կամաց գրափար կարդալ սաղմոսները, կամաց մտնել այդ ամենի մեջ ու շատ իհարկե սիրել։ Ուրեմն, սենց դնում ենք ռեզին, հա։ Չէ, սովորական։ Հետո շատ ուժեղ փչելով պիտի բացենք, սենց ու ինքը թռնում եմ ես երկու։ Անես փոչիր իմն էլ եղավ։ Գոնն եղավ։ Փորձեք։ Լավ, հասկացեք, որ Ես բաց ես ուզում եմ փորձել արդեն։ Չէ, լավ, ուրեմն ցույց ենք տալիս ընթացքում, հետևից որ քաշում ենք, 4 մատերը ծալում ենք մեջը, դնում ենք վրան։ Բասում շատ լավ է ստացվում արդեն, որտեվ Всё, հիմա բայց պետքա որ այս հետևը չտեսնեն, մենակ դիմաց, պահում են կամ այսենց, կամ այսենց։ Դե արագության վրա է, էլի։ Այսենց կամ այսենց։ Ու փչում ես բացում։ Բա ո՞նց է սա։ Լավ, ես հասկացա արդեն։ Այդ մեկը չհասի, հա։ Դա նույն ձեղտ կրա, պրոստը ես այդ նույնը արագ արեցի։ Հա։ Ես բթով։ Հա, բթով է սանում։ Հա, այսենց։ Հա, Գցում ես այդ 4 մատի վրա։ էլի 4 մատի վրա, հա։ Բայց բթի հանես։ Սենց ու բութսերի հանվում։ Այդպես ասացի արվեստի։ Հիմա կասես վերջ ես աճպարարությունը ավելի շատ խաբեություն է, թե արվեստ կամ այդ սահմանը երբևէ տենց անցել ես, զգացել ես, որ արդեն մի տեսակ արվեստ չի, ոնց որ ավելի շատ Առասարակ այդ սահմանը այնտեղ գծված, որտեղ սկսում ես վատ ձևով օգտագործել, էլի, բայց տենց որ վերցնես ցանկացած ոլորտի կարաս օգտագործես։ Նույն էստեղ եթե սկսես խաղերի մեջ օգտագործել կամ կյանքում խարդախություն անելու, այդ սահմանը դա ես կարծում եմ չեմ անցել։ Լավ, ո՞նց որոշվեց, որ ասենք աճպարը պետքա դառնաս, ոչ դաշնակահար։ Իմիջիալս դաշնամուր նվագում եմ ու շատ եմ սիրում։ Մանկուց հետաքրվել եմ, սիրել եմ, տենց ստացվեց, որ այս գծով սկսեցի աշխատել։ Լավ ստացվում է երաժշտություն, բան թե երգել, տարբեր ոճերում բան, նույնիսկ եկեղեցում եմ երգում, հայ առաքելական իհարկե։ Ու դա նվագել, երգել, բայց ես երբեք այդ ուրիշ ոլորտներին չեմ համարի։ Նաև ես ավարտել եմ Երևան պետական համալսարանը տնտեսագիտություն մասնագիտությունը, բայց ինձ ոչ մի ուրիշ մասնագետ չեմ համարի, հենց ինձ աճպար եմ, էլի, համարում ամբողջ կյանքով էությամբ։ Դրա համար հենց ես եմ աշխատում։ Փոքրուց ես չէ՞ սկսել։ Հա, կարծեմ մի հատ տոպիկ էր հայրիկս նվիրել, հավաքածու էր այտենց։ Այն ժամանակ ինքը ոնց պատկերացնում էր, չգիտեր ճիշտ ձևերը։ Հիմա ասենք որ ես գիտեմ ճիշտ ձևերը, տնակները շատ ծիծաղալ է, որ հիշում եմ ինքը ինչ տարբերակներով էր արել, քանի որ վաղուց է եղել, այտենց դժվարությամբ եմ հիշում, երևի 7 տարեկանում մոտ։ Այդ առաջին ոնց որ քայլերը, բայց օրինակ կշես երբ եղավ, որ գումար աշխատեցիր, առաջին գումարդ ու ինչ արեցիր այդ գումարը աճպարարության։ Միանշանակ, բայց չեմ հիշում դա հենց առաջիններ թե չէ, բայց առաջիններից էր, գուցե հենց առաջինը։ Եթե դուք կադրեր դնում եք, նույնիսկ կարող գտնեմ ինչ-որ կադրեր տամ։ Մայրիկիս գործընկերուհու տղայի ծնունդներ, վայ որ ես տեսնում հիմա այն ժամանակ որ հագուստ է, շատ ծիծաղալ էր, որ անկապ մայկայով բան գնում ես աշխատելու, էլի։ Հա, ու տենց հիշում եմ, հա։ Քանի տարեկան էիր այդ ժամանակ։ Այդ չեմ հիշի։ Դե ասում եմ որ մոտ 7-ից սկսել եմ, բայց այդ աշխատանքը չեմ հիշում։ Բացի դա օրինակ շատ վաղուց եղել է, ուրեմն Հյուսիսային պողոտայում մի հատ խանութ կար, հիմա բայց փակվել է, Աբրակադաբրա էր անունը։ Ուրեմն ասենց երեկոյան քայլում եմ իմ համար տանեցիների հետ, մեկից տեսնում եմ դե պատկերացեք հիմիկվայ զարգացած վիճակը չի ընդհանրապես չկա, ինչ վալբերից, ինչ ինտերնետ, ասենց փակ մի հատ վիճակ, ոչ մի պարագաներ, ոչ մի ընդհանրապես զարգացած չի Հայաստանում ու ցենց տեսնում եմ գրած է նակի վրա ֆոկուսի ռուսերեն էր գրած ու ցենց բաներ ու ցենց որ ապշում եմ այդ ուշ ժամ էր արդեն փակ էր հաջորդ օրը որ վազելով գնում եմ այդտեղ ու մտնում ցենց մի հատ հրաշքների աշխարհ ցենց ինքը պատվելային հարկեր իջնում էր առաջիններից էր Հայաստանում որ կրեատիվ նվերներ էր այսպիսի բաներ որ հիմա շատ տարածված է ֆոկուսներ էլ ունեին
այդպես ծանոթանում ենք իրենց հետ մտերմանում ենք ու ես մտնում այդտեղ աշխատանքի ու սենց իմ սեղանի կունեի այդ իրանք հնարքները բերել են բայց չգիտեին ոնց է աշխատում ինչպես վաճառել ու ես այդտեղի աճպարարն էի այտենց ամսա վճարով դա արդեն առաջին որը այտենց ամսա վճարովն էր բայց երեխա է իհարկե գրանցում բան չկար կարծեմ 50,000 էր ամիսը այդպես ու այնտեղի աճպարարն էի ես ցուցադրում էի եկողներին ու վաճառում էի այն Գարի Պոտերում բան կա որ Ձիմենտրին պետք է որ անում ես լավ հիշողություններ հիշես իմ այդ լավ հիշողություններն է Գարի Պոտերն է քո սիրած ֆիլմը հա շատ եմ սիրում ամենասիրածներից մեկն է Իսկ ասես 3 կարևոր բան որ աճպարարը պետք է ունենա եթե ասենք չունի այդ հատկանիշները դժվար դառնա Փորձեմ ոչ այն շաբլոն բաները ասեմ, օրինակ աշխատասիրություն ու այդպիսի բաներ բոլոր ոլորտներում են պետք, բայց այստեղ հետաքրքրասիրություն շատ հետաքրքրասիրություն հաստատ պետք է։ Ես էլ եմ այդպես սկսել, որովհետև ի սկզբանե ինձ հետաքրքրում էր այն ֆիզիկա, քիմիա ու հերոստատիվ են փոքր ժամանակ տենց որ հաղորդումներ կար, որ օրինակ backyard science կար, իբր տանը փորձեր են անում, չգիտեմ, սոդա բան խառնել Այն որ հիմա օրինակ քիմիա շոուներ են անում, ինչ-որ բաներ են չես տանում, տարածվել է ծնունդներին որպես ծառայություն են մատուցում, դա ես մանկուց գիտեի էլի այդ փորձերը։ Այդ ամեն ինչ հետաքրքրվելով է նաև սկսել եմ զբաղվել, որովհետև ոնց որ աճպարարությունը այդ ամեն ինչի միաձուլումը լինի էլի, այնտեղ համ այդ քիմիան օգտագործվում, համ մաթեմատիկան, ինչ-որ թվերով ֆոկուսներ կա, համ երկրաչափությունը, ասենց որ իլյուզիան ստեղծվի, երկրաչափությունը շատ մեծ դեր ունի, որ ինչ-որ ձևով փակի, չերևա։ Այսինքն կարելի ասել գիտությունը աճպարարությունը ասես մի հատ ունիկալ բան, ունիկալ երևույթ է։ Այդ ամեն ինչը ներառում է։ Դե էլ հոգեբանություն էլ չասեմ, որ ուշադրության շեղում, հետո մարդու հետ ես ամեն դեպքում խաղում, գործ ունես։ Որ զգացմունքն է, որ քեզ ավելի շատ բավականություն է պատճառում։ Օրինակ, որ վախեցնում ես քո ունկնդրին կամ չգիտեմ, հուզվում են։ Հա, այդ զարմանքը բոլորի համար սենց մեծ ամենամեծ բանն է, գնահատականն ու սենց սնունդը, սենց ասած։ Հետո մի քիչ սենց բան էլ կա, ճիշտ է պետք է փորձես հնարավորինս հպարտությունից հետ մնաս, գիտենք որ դա լավ բան չի, բայց մեկը այդ զգացողությունը տալիս է, էլի, որովհետև դու մի պաս մի քիչ վեր ես բարձրանում մյուսներից, որովհետև այնպես բան ես անում, որ իրանք չեն հասկանում, ասես որ փառասիրություն, ասես որ բաներ կա, այդ գլոբալ եմ ասում Բայց ինձ հա այդ իրան զարմանքը ընդհանրապես մարդու հետ շփում է այդ լավ ձևով դա հաճելի։ Օրինակ կարես մա նապաստակ, հա, նապաստակ։ Հիմա կարտով անենք։ Ոյ, վերցրու մի հատ։ Իշի։ Ապա մի հատ ցույց չեմ նայում։ Մի պասն ստանում։ Ես չեմ նայում։ Դամ։ Դա կարտը հիշել ես, չէ՞, այս կողմից Իրելի։ Լավ, մի հապ է։ Так, քյապին։ Հիմա դու այսպես մատով պետք է իրեն սխմես մեջը։ Սխմի որ մտնի մեջը։ Ոնց է կպով։ Ոնց է կպով։ Ես Spider-Man-ն եմ կպնում։ Լավ, մի հատ էլ, այս անգամ իրոք չեմ նայում։ Այ դնենք ինչ-որ միտեղ, որտեղ ուզում ես։ Հիմա կալոդի կեսը վերցրու քեզ, ասում եմ խառնեմ, վերցրու։ Հիմա ես տեղից վերցնեմ 5 հատ կարտ։ 1 2 3 4 5։ Ինչքան է հավանականությունը, որ այս 5 կարտի մեջ կլինի ընտրվածը։ Քանի հատ կարտ կա մեջ։ Вообще մաթեմատիկորեն գիտեք ինչքան է։ 5/52։ Գիտեք։ Դա է դրա համար հարցրեց։ Հա։ Լավ, հիմա եկեք նայենք 1 2 3 4 5 Կար։ Ես պետք է կոնկրետ ասեմ, բայց որն է 1 2 3 4 5 Կարծում եմ սրտի 10-ն է։ Վերցնում ենք։ Ես չեմ սխալվում։ Դարձավ անտեսանելի։ Այսա։ Ինչ մարտի։ Ծրո կալոդի մեջ։ Նայ, էլը ստեղ չի, չէ, հենց նոր ստեղ էր, բայց մցրեցիր դու։ Բայց թարս դրեցիր։ Դե հիմա նայ կալոդի մեջ նայ, ես չեմ ուզում կպնել։ Բացեմ նայեմ։ Հա, բայց այդ գալը թարս է դրել ուղղակի։ Ոչմ sense թարս է, հա, սա։ Ոնց հասկացա։ Հա, բայց լավ ձևով էլ։ Եղել է շատ լուրջ տեղ գնաս հրավիրել են այդպես լավ վարձատրությամբ ու ինչ-որ պրավալ գնա դրուկատ ոնց է ստակից դուրս եկել։ Ու ինչ ասես լինում է, ոնց որ ասում են, բայց այս ոլորտում այդ պրավալները շատ ավելի հեշտ են տանելի, քան մյուս ոլորտներում, օրինակ երաժշտության մեջ, որ նույնիսկ չհասկացող մարդը ֆալշ նոտան կլսի,
Այս դեպքում տես տարածված բան կա բոլոր գրքերում ընդհանրապես սովորացնելուց միշտ այդ խոսում են ասում են, որ հանդիսատեսը չգիտի վերջում ինչա լինելու, այնպես որ ինչ ուզում եք կարաք ընթացքում հետո տակից դուրս գալ, էլի։ Ու բոլորի հետ նույնիսկ մինչև Կոպերֆիլդի հետ էլ տենց բան եղել է, Դեյվիդ Կոպերֆիլդի, որ ինքը պարանով հնարք էր անում, մկրոտով պարանը պետքա կտրեր, բան, ինչ-որ վերականգնում էր պարանը, ու ասես պատահաբար իրոք իր ճկույտը կտրում է, ասես ամբողջ մի մասնիկ նույնիսկ կտրում է, այդպես ու հանդիսատեսը մտածում է թե կատակ է, հա, բոլորը ծիծաղում են, բան, ինքը ասում է ոնց որ թե մատս կտրեցի, դες մտածում են, հա, դու գալիս են տանում են հիվանդանոց, այդ միակ երևի դեպքն է, որ չի եղել տակից դուրս գալ, բայց էլի վատ։ հա, էլի վատ չի, բայց եթե այդ չլինի շատ ալնում, իսկապես շատ բոլորի մոտ, որ sense ուրիշ ընթացք է տալիս էլի հնարքին։ Քո մասնագիտությունը մարդկանց հետ շփման ժամանակ աղջիկների հետ շփման ժամանակ օգնել է հեչ։ Դե աղջիկների առումով, հա, միանշանակ ինչ որ արդեն ինքը իրանից թեմա է ներկայացնում խոսալու կամ զարմացնելու, տպավորություն թողնելու, հետո էմոցիաները միանգամից թուլացնում, ասենք ասած, այդ գիտենք որ լավ էմոցիաներ առաջացնելը առաջի բանն է աղջկա մոտ։ Կյանքում էլի մարդկանց հետ շփումում, հա, ինչ որ տեխնիկաներ կարաս օգտագործես, բայց ոնց որ ասում են, բոլորն էլ մանավանդ հայերը շուստრი են, ինչ որ շատ էս բաներ չես կարող անես, բոլորն էլ շատ խելացին։ Օրինակ արտասահմանցիների վրա երևի շատ ավելի ճիշտ կան ուրիշ երկրներում, բայց այստեղ շատ չես կարող, բայց ինչ որ բաներ օրինակ լինում է, որ պրինցիպներ, ասենց ասած, հիմքեր օգտագործում ես, օրինակ ինչ որ բան նայելու համար, օրինակ աշխարհության մեջ կա այտենց տեխնիկա, որ այդ ինչ որ բան անում ես շարժում, ու դա գախնի բան ես նաև անում, հայելական նույնը մյուս ձեռքով պետք է անես, որ միանման լինեն, ինքը sense ձուլվի բան լինի, էլի։ Այտենց կարող է ինչ որ կյանքում գործողություն անելու համար այդ օրինակ օգտագործես։ Կա աճպարար, որի ոնց որ ոգեշնչվում ես, ինքը քո համար ամենալավն է։ Հենց Դեյվիդ Կոպերֆիլդը որ խոսեցինք, ընդհանրապես բոլոր ուրիշ ոլորտներում ամենահայտնի դեմքերը պարտադիր չի որ լավը լինեն, հաճախ հակառակն է լինում, շատ հայտնի դեմքերը իրականում անորակ են լինում, բայց այդ դեպքը չի, իր անունը ինչքանով որ տենց հայտնի է, իսկապես ինքը շատ լավ համ հմտություն ունի, համ արտիստիզմ, ես մինչև հիմա նայում եմ ու իրականում երազանքներից ու նպատակներից մեկն է, որ իր համարները ասենց բեմադրեմ բեմի վրա, դուք եկել եք իմ ներկայացմանը, չէ՞, բայց այդտեղ հələ որ տենց համարներ չեմ արել, որ sense շատ ցուցադրողական լինի, հիմնականում ինտերակտիվ է եղել։ Հա, թեկուզ sense դասական ուղղակի այդ գավազանի sense ճախրել ինք ունի թռնել բան, բայց այնեն սիրուն է բեմադրած, որ այդ մի օր ես պետք է անեմ, որ մեր հանդիսատեսն էլ տեսնի, բայց նաև այլ անուններ էլ կան, օրինակ Դեյվիդ Ստոուն, չգիտեմ, շատ sense արտասահման անուններ կան, որ հիմա ձեզ ոչինչ չեն ասի, եւ նաև իմ լավ ընկեր Վարդան Ամիրյանը, Հայ աճպարների միության նախագահ, նա շատ լավ արտիստիզմ, միտք ու գեղարվեստական ոճ ունի։ Հա, իսկ ոնց ստացվեց, որ երգում ես Հայ առաքելական եկեղեցում ու միևնույն ժամանակ զբաղվում ես մի արվեստով, որը որ Աստվածաշնչում այդքան էլ մեղմ ասած դրական չի ներկայացվում։ Դե իրականում Աստվածաշնչում հենց աճպարություն արվեստը չի, այդ կախարդություն կամ այդ տիպի գիտենք էլի, ուղղակի դուք պրովոկացիոն հարցեր եք տալիս, բայց այդ կարևոր է էլի, որ հիմա նայողների համար ասենք, որ դες չի, նես չի, այդ արվեստն է ներկայացում, չնայած որ աղանդները հենց տենց են մտածում, բայց օրինակ ես շատ մտերիմ քահանաներ ունեմ, թե Երևանում, թե Երևանից դուրս, շատ ու բոլորը շատ լավ են վերաբերվում, հասկանում են, նույնիսկ բարեգործական ես ելույթներ եմ անում։ Նույն այդ կրկեսային, ճիշտ է, ինքը առանձին արվեստի ճյուղ է, բայց համեմատենք, որ կրկեսային է, ոնց է ծաղրածուն օրինակ հետաքրքիր բաներ անում, ուրախացնում, կամ ինչ-որ կրակներով բաներ կա, չէ՞, ու ինքը իսկապես կախարդ չի, կրակա բաց թողնում, հասկանում եք, որ ինչ-որ ձև արվում է։ Իսկ ինչպես ստացվեց, դե ինչ-որ կյանքի փուլում սկսեցի գնալ եկեղեցի, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցին գնացի, այնտեղի հոգևոր հովիվը Տեր Տիրայրը հիմա մահացել է այս վերջերս, բայց ինձ այդպես շապիկ հագցրեց, ու տենց սկսեցի կամաց գրափար կարդալ սաղմոսները, կամաց մտնել այդ ամենի մեջ ու շատ իհարկե սիրել։ Ընդհանրապես մարդը մտնի հնարավոր չի չսիրի։ Մինչև հիմա դու այցելում ես, երգում ես։ Հա, ժամերգություններին, պատարակներին, երբ ստացվում է, անպայման գնում եմ։ Ոչ մի դիսոնանս չկա, այսինքն։ Չէ, դա կապ չունի աշխատանքը դու ինքդ պիտի մաքուր փորձես լինես, փորձես շատ սխալ բաներ չանել, դա կարևոր։ Իսկ օրինակ ասենք էմոցիոնալ, ծանր տենց ինչ որ էտապ ես ապրում, ավելի շուտ քեզ, ոնց ասացի, ես Amos երգելը կհանի այդ վիճակից, թե ավելի ընկղմվես քո աշխատանքի մեջ, ինչ որ տենց նոր ուսումնասիրություն, այսինքն որ ինչն է քեզ ավելի շատ օգնում։ Երկուսն էլ կարծում եմ, որովհետև
այդ աշխատանքի առումով մենակ իմ աշխատանք չէ, բոլոր ցանկացած մարդու համար դա արդեն հոգեբանական բան չէ, որ պետք է աշխատել, որ ծրվի այդ մտքերը գնա, բայց այն էլ իր շատ կարևոր դեր ունի էլի, հավատքը անփոխարինելի։ Պարտադիր է ասիստենտի ներկայաց պարտադիր է, թե դու մենակով կարաս այդ ամեն ինչը անես։ Շատ լավ կլինի որ լինի օգնող, ասիստենտ, նախ թեկուզ գոնե տղա լինի ուղղակի օգնող, բայց հենց աղջիկ ասիստենտը ընդհանրապես հենց գեղեցկություն ա որ ավելի է շեղում։ Շատ պետք է որ շեղի, այն դեպքում պիտի արվեստը վայելեն, բայց երբ որ հանդիսատեսի ուշադրությունը վերցնում ես, հետո որ անդադ շեղվես, ինչ որ իրերդ վերցնելու կորցնում ես, էլի, այդ շատ լավ կլինի որ դու վերցրեցիր ու պահես անդադ ինքը sense բերի օգնի, հետո իրականում շատ տեխնիկական հարցեր կան, էլի, որ բան լցնել, բան տալ, sense անդադ։ Դու քո կյանքում քանի ասիստենտ ես փոխել։ Դե ես դեռ չեմ բեմադրել այտենց համարներ, որ հենց ասիստենտ ունենամ, այսինքն ասիստենտ կա, աղջիկ, որ հենց իր հետ համարներ արվի, դեռ չեմ արել, այսինքն օգնականներ եմ պահում, դե դրանք էլ սովորաբար պետք է լինեն վստահելի մարդիկ, այսինքն հաճախ ընկերներ պետք է լինեն, որ նախ անընդհատ շփման մեջ ես իրենց հետ, որ աշխատանքի ես գնում, հեռու ճանապարհ կամ անընդհատ իր հետ ես մեքենայում, որ տահաճ չլինի այդ մարդու հետ, հետո վստահելի լինի, որ այդ գաղտնիքները ինչ որ չափով ինքը իմանում է, չնայած որ փորձում ես պահել։ Հա, չես ասում։ Հա, դա կարևոր բան է, այդ աճպարի էթիկան է կամ ոնց ասես, կոդեքսն է, որ կապ չունի, նույնիսկ աճպարին հաճախ չես ասում, որտեվ այդ տենց է, որ պետքա չասվի գաղտնիքը։ Դրա համար հաճախ մարդիկ ինձ են զարմանում, որ ոչ մեկի չեմ ասի, բան լավ ասա, քեզնից ինչ է գնում, բան չեմ վերցնի գործը, տարի բացատրի, որ ես 10 տարի դպրոցում ես շարախկացրել եմ, կոպեկ որ մի հատ մի ֆոկուս անեմ, որ մնաց այդ լիքը ֆոկուսները։ Էդ է պրոստը, որ պրինցիպ է։ Աճպարի որ գաղտնիքները չքննարկել։ Հիմա ասիստենտն էլ եղել են շատ ընկերներ, հետո ասենք իրանք արդեն իրենց աշխատանքով են սկսում գնալ, ինչ որ նոր մարդ է գալիս, պետք է գտածակ ունենա անպայման, այդ էլ է երաժշտության եմ ես օրինակ ուշադրություն դարձնում շատ, որ շոուի ժամանակ դնում են, կարևոր է որ ակցենտների ժամանակ որ էֆեկտ ալնում, օրինակ sense գնդակը անհետացավ, ինքը sense երաժշտությունը բարձրանա, որ դու sense խաղաս, էլի դիրիժորը պես հանդիսատեսից, որտեվ տեղակի sense դնես անես, կարող է sense սվյորչոկի ձենքը, ճառ այդ վիճակը լինի, բայց հետաքրքիր է շատ այդ երաժշտության գործոնը, էլի որ բարձրացնում ես, ուղղակի իրենք սկսում ես sense ծափարել, իհարկե մենակ դրա վրա, հա, իհարկե մենակ դրանով չես կարող շոու անել, բայց այդ դրանք կարևոր է, էլի։ Այմա շեշտեցի, օրինակ ես պատկերացրեցի, փաստորեն ներկայացումից առաջ դու փորձ ես անում հնչյունային օպերատորի հետ, հա, այդ ամեն ինչը ճիշտ է։ Ինչքան որ ավելի տես կարևոր բան օրինակ թատրոնում է, ավելի շատ, այդ ինչ որ ռեստորանում է, արդեն սովոր ես, էլի, 1-2 արդեն 100 անգամ արել ես, արագ անում ես։ Պատկերացնում ես մի օր, որ աճպարությամբ չկարողանաս էլ զբաղվել, ու սենց էմոցիոնալ առումով ինչը ամենաշատ կպակասի քո ներսում։ Դե քանի որ մենակ բանը չի, սենց հմտությունները, տեխնիկաներ անելը, այդ կարելի է բան անել, օրինակ բեմադրել կամ ուրիշ ձևով դրան մոտենալ, էլի, քանի որ մենակ ուղղակի սենց չոր ու ցամաք այդ տեխնիկաները չի, նույնիսկ եթե ֆիզիկապես չլինի աշխատել, կարելի է ուրիշներին, օրինակ ես հիմա արդեն մտածում եմ, որ աշխատես ինչ-որ ուրիշի վրա, նույնիսկ առանց աճպարություն ուրիշ sense որ գեղեցիկ բան ստանաս, բեմադրություն, sense հրաշալի, որտեվ հիմա այլ բեմադրություններ էլ որ նայում եմ, որ ֆոկուսի հետ կապ չունեն, բայց էլի արդեն որ ես ոլորտից ես, ուզում ես դրա վրա աշխատես մի տեսակ։ Այսինքն, եթե աճպարություն չէ, ամեն դեպքում արվեստ ու ստեղծագործել էլի կարող է ստեղծագործել։ Ինչ-որ sense հեքիաթ ստեղծելու աշխատանք։ Դու կրթություն ստացել ես, ինչ որ տեղ սովորել ես։ տեսակետի։ Չէ, նկատի ունեմ աճպարական։ Աճպարությունը։ Այս ոլորտը էլի նման չի, որովհետև չկան համարյա ընդհանրապես ինչ որ տես դպրոցներ, հազվադեպ։ Օրինակ Իսպանիայում կարծեմ կա մի հատ տես դպրոց, բայց այնց հազվադեպ էքզեմպլյարներ կան դպրոցների, բոլորը ինքնուս են, այնց ամբողջ աշխարհում որ նայեք են ամենա այնց հանրահայտ նույնիսկ դեմքերը, ինքնուս են, սկսում են փոքր հնարքներից ու հասնում են դրան։ Իհարկե օգնում են, ինչպես ասացի, օրինակ Վարդան Ամիրյանը միությունը, որ հայ աճպարների կա, որ պատկերացրեք, որ քիչ են աճպարները, բայց որ հավաքվում եք միտեղ ինչքան եք իրարից սովորում, այդ շատ է օգնում, բայց այնպես կրթություն չկա։ Բայց օրինակ աճպարի համար շատ լավ կլինի, որ թատերական ինչ-որ կրթություն ստանա, բեմական, չգիտեմ, խոսք, շարժում,
Այդպես բաները շատ լավ կլինի։ Ու հենց դրա վրա հիմնված պետք է լինի, որ այդ հեքիաթստանը ոչ թե sense աշխատանք էլի, որ ես անդադ կատակով ասում եմ, որ ունես չլինի, որ այդ արկղը բացել, փակել, դուրս գա, այս բանը sense հայտնվեց, sense ու դա համարվի աճպարություն։ Բան, պլաստիկա, գեղարվեստական sense սիրուն։ Ավելի մոտեցում։ ակադեմիական ինչ-որ մոտեցում լինի, էլի։ Դա շատ լավ կլինի։ Ես չեմ ստացել, հուսամ ինչ որ ջոբով իմիջ sense կա այդ արտիստիզմը, բայց դες կարծություն չեմ ստացել։ Կա հնարք, որ դու ես հորինել։ 0-ից կարծում եմ չէ, որտեվ շատ դժվար է այդ բոլոր պրինցիպների հիման վրա են։ Իսկն այդ պրինցիպը օրինակ որ կա տարբեր այսի sense ցույց տալ, դրա հիման վրա նոր բան են անում, բայց մենք աշխարհից որ տեսնում ենք, ասում ենք, հա, այս այն պրինցիպը փոխած է, այդ այն խոսքն է գալի, որ ցանկացած նորը դա մոռացված հինն է, բայց մատուցումը այդ կրեատիվությունը եղել է, օրինակ հումորային ձևով սարքես, ավելի հայկական սարքես, մեր մենտալիտետին համապատասխան, օրինակ չգիտեմ, ուտեստի հետ կապված, չգիտեմ, բաստուրմայով անես այդ նույն բանը, էջումս էլ ունեմ, այտենց որ գցել եմ, նույնը Այլացիկ պաստայով են անում, այլը բաստուրմայ։ Բայց կարողա չէ, կարող ամբողջ աշխարհում են մենակ այդ դրանով անում, մնաց չի ամեն ազգ մտածել է, բայց դու մտածում ես փոխես հենց, որտեվ այդ ավելի հեշտ կլինի, որ տեսնեիր բոլորը փոխում են, բայց հետաքրքիր է, որ դու 0-ից ես մտածում, ոչ մեկ չի փոխում, բայց մտածում ես փոխես, հումորները փոխես, կամ օրինակ մի հնարք կար Դեվիդ Կոպերֆիլդը անում էր, այն ժամանակ իբրև տենց հաղորդումներ կար, որ on-line սենց ասում էին, ոնց անես, ինչ անես, ինչ որ հնարք ստանաս։ Հիմա ես օրինակ մտածել էի, դուք էլ դա տեսել եք ներկայացմանը, ChatGPT-ով որ արվի, օրինակ դա հետաքրքիր գաղափար էլի, որ 0-ից որ շատ իդեալական բռնում է, որ ChatGPT-ն իբր քեզ ֆոկուս է սովորացնում, օրինակ այդ իմ միտքն էր։ Իրականում հենց այդ ոնց որ հնարքը այդ շոուն, այդ ChatGPT-ի հետ շատ հավեսներ, շատ լավն էր, համ հումորային առումով, շատ լավ էր, համ իրոքից արդիական էր, հա։ Օրինակ այդ գաղափարը ասում եմ, արվում էր շատ 90-ականներ կամ ավելի վաղուց, որ իբր հեռուստատեսությամբ ինչ որ մեկը ասում, արեք իբր տենց հաղորդում է, այդպես ձևը փոխվել է։ Ես հետևում եմ քո Instagram-յան էջին ու շատ է, ոնց որ գերակշիռ է կազմում հումորը, քո թե ներկայացումների մեջ, թե քո էջում, որ դու մարդկանց հետ խոսում ես, ներկայացնում ես, քո առօրյա ինչ որ բաներից ես խոսում ու ոնց որ դա շատ եմ տեսել նաև քո մեջ, ամեն այս հաղորդման մեջ էլ են սկզբից սկսում ենք ու մինչև հիմա այդպես անընդհատ ինչ որ հումորներ է հնչում։ Ուզում եմ հասկանամ քո դու որպես յուրահատկություն ես դա տեսնում, որ դու հումորային ես այդ ամեն ինչը ու դրանով ես տարբերվում այլ աճպարարներից, թե ինքը ուղղակի տենց ես դու, ու դա առավելություն չի որևիցե, այլ ուղղակի կա։ Կարևոր է օգտագործել հատկապես Հայաստանում, որտեվ գիտենք մենք հումորով ազգ ենք, օրինակ նես չի ամեն ազգերի մեջ է տարածված, նույնիսկ տեղեր կան կարող հումորնես չհասկանան, ուղղակի չընդունեն, բայց այստեղ կարևոր է նաև հենց շոուների մեջ այդ ահավոր փրկումը, որտեվ մենակ հնարքի վրա կարող ուշադրություն չդարձնեն։ Օրինակ ես կուզեի ու մեր աճպարարներն մյուս հայ միշտ խոսում ենք, կուզեինք որ գնահատվեր ավելի գաղտնիքը ու ֆոկուսը, որտեվ իրականում դա համտությունը կամ իրոք այնպես հետաքրքիր պրինցիպներ կան։ Օրինակ էլի ներկայացմանը, որ ես անում եմ, հենց առաջին հնարքը իրականում ֆանտաստիկ հնարք է, բայց երևի ամենաթերագնահատվածը։ Այն մյուս հումորները ավելի հետաքրքիր են, թե ChatGPT-ին, որ երևի ամբողջովին հումոր է, վերջում ուղղակի մի հատ փոքրիկ էֆեկտ է, նույն այն ձևով հնարքը ամբողջը հումոր է, մի հատ փոքրիկ էֆեկտ, բայց առաջինը օրինակ ինչ է, ասենց եթե ասեմ հստակ թղթադրամը հանդիսատեսի վերցվում է, հանդիսատեսը ստորագրում է, հաստատ ապացուցվում է այնտեղ, որ դա պատահական է, հանդիսատես պատահական ստորագրություն։ Ես դարձնում եմ իրան թուղթ, որից հետո ընթացքում ամենասկզբից, նո ինչ որ թուղթ է, կարևոր չի։ Դա կարելի ասել անհետանում է, էլի։ Հա, կարելի ասել անհետանում է թղթադրամը, դառնում է թուղթ վրան գրած, ասենք 5000 դրամ, ու ամենասկզբից բոլորի տեսադաշտում եղել է մի հատ արկղ բեմում, բոլորը տեսել են արկղը sense դրված, տակից մուտք չկա, այսինքն աթոռի վրա է դրած, ու բերում ենք այդ արկղից հանում ենք սմբուկ հանդիսատեսը իր ձեռքով նախ նայում է, որ ոչ մի կտրվածք չկա սմբուկ վրա, կոտրում է մեջտեղից, մեջը կա թղթադրամ ու այդ իր ստորագրած թղթադրամն է, ինքը նույնիսկ կարող է նկարի, որ այն սերիական համար տեսնի,
այդ տուփը ամենասկզբից էլ ներկայացումը չսկսած էր հանդիսատեսը նստում էին դրած էր հիմա այդ համարյա անթարապես չի շեշտվում բայց մենք կուզեինք որ կներես մենք շատ կուզեինք աճպարներս ես էլ որ այդպես բաները գնահատվեր ոչ թե այդ հումորները իսկ ոչ թե չի գնահատվում այլ մարդիկ կարծում եմ արդեն դժվար են զարմանում նմանատիպ բաներից իսկ հումորից ավելի ուղղակի լավ են զգում ու ավելի լավ ժամանակ են անցկացնում իսկ դա դժվար է ստիպում հիմիկվա մարդուն արդեն զարմացնել էլի հա բայց ինչքան զարգանում է այդ խոսակցությունն էլ մենք էլի Վարդան Ամիրյանի հետ ունեցել ենք ու ինչքան զարգանում է այդքան մարդիկ ուզում են ասենց ավելի բնական այդքան ոնց որ իրենք որ շատ բան գիտեն արդեն ավելի զարմանալով որ ես մեկ չհասկացան չգիտեն դա ինչ պրինցիպ է մենք իսկան բան գիտենք այդպես մի բանը չգիտենք ուղղակի նենց էլ դառնում է ոնց որ կիսա ստենդափ ես դեմ չեմ ինձ հաճելի է հատկապես որ ստացվում այդ հումորները բայց մի քիչ ոնց որ արժեզրկվում էլի ստացվում է ստենդափ վերջ-վերջը դու որպես աճպար ես դու հետո կարևոր է հանդիսատեսը տովա մի քիչ պետք է ինտելեկտուալ պարունակություն ունենա որ հետաքրքրի իրան դա ոչ թե ուղղակի ինչ որ պահի տակ արված հումոր ու տենց ուղղակի անցնի էլի իսկ առանձնահատկության առումով ես մտածել եմ բայց կարծում եմ որ այդ ուղղակի փորձից ելնելով օրինակ եթե ինչ որ մարդ սկսի շատ նայել հումորային հաղորդումներ այդպես մարդկանց հետ շփվի արդեն քո մոտ բազա է ռեպերտուարը հումորների sense բան արվում օրինակ մի հատ հումոր կա եւ տալիս ես օրինակ խաղաքարտերը ստուգելու կամ հա sense կա որ թերթում ես ասում ես ասա stop ու հանդիսատեսը պատահաբար էլի միշտ չէ, բայց կողա մեկի ասես ուշ ասի, ժամերով չասի, ասում ես այսօր։ Ու ասես բոլորը ծիծաղում են, օրինակ այդ ռեպերտուարը էլի, միշտ չես ասում, որովհետև միշտ չինք ուշ ասում, բայց իհարկե իմպրովիզներն էլ շատ անում, բայց ուզում եմ ասել, այդ մարդիկ թող իմանան, որ կարող են ցանկացած հատկություններ ձեռք բերել էլի։ Անդադի դրա մեջ լինես այդ լսես, սկսում ես արդեն դու էլ անել։ Կասես Հայկի ոչ աճպարար, Հայկի յուրահատկությունը։ Որի բարդ հարց չկար։ Ասեմ, թե չասեմ։ Արմատ 0, գիտեք ինչ։ Արմատ 0։ Դու լավ ես ուծեր բաթեբից։ Ոնց որ։ Օրինակ լավն են այս էմոցիաները հանկարծ չկրկնել, այսինքն իրեն ցույց տա։ Ինչ է նշանակում քո առանձնահատկությունը ո՞րն է։ Յուրահատկություն։ Դե բայց ինչով ես դու յուրահատուկ։ Հա, գիտեմ, պրոստը մտածել եմ պետք։ Որ ճիշտ։ Տես իմիջ վստահություն կա, որ դու աճպարարությամբ շատ կոնկրետ ուզում ես թաքցնել քո իրական կյանքը։ Ու մի հատ ուրիշ աշխարհի մեջ ես ուզում մտնես, փախուստ իրականությունից ռոմանտիկները ոնց արեցին, մերժում էին ներկան, իրանց կամ անցյալի մեջ էին կորցնում կամ ապագայի մեջ էին տեսնում, իրականություն չէին ուզում, ներկա ժամանակաձև չկար։ Հիմա աճպարներն է ոնց որ նույն ինչ որ բանն է, էլի։ Աճպարությունը միանշանակ իմ, որտեվ տարբեր ոլորտներով կամ ասենց ասած, բայց այդ կարելի ասել, որտեվ դա երևում է կյանքում զգացվում է շատ հավեսը որ գնում ես, որ դու մարդկանց համար արդեն օրինակ եթե երկի չգնա, ինքը տենց երկի չի, բայց դու ասենց կոնկրետ աճպարն ես, դա շատ տենց ունիկալություն է, ցանկացած մարդկանց մոտ որ գնում ես միջավայր, դա որ միանշանակ ասես տարբերվում է, որտեվ շատ քիչ է դրա համար, նույնիսկ աշխարհում է քիչ, էլ չասեմ Հայաստանում։ Իսկ նենց ուրիշ ես չգիտեմ, դες պետք է ինձ գովան որ դες բաներ ասեմ ունիկալությունին։ Եթե մի օր կինես գա որ լինի, էլի։ Ինքը կասի ունիկալությունը որն է։ Փիլիսոփայի։ Ինչա վերջին հարցը տալը մի հատ էլ Հայկին խնդրում եմ որ հնարք անես տեստ։ Մետաղադրամով հնարքը կիսատ մնաց։ Դնում ձեռքիս մեջ։ Հիմա ինքը այստեղ է, անտեսանելի։ Հիմա եթե բաց թողնեմ ինչ կլինի։ Վերև կբարձր։ Կընկնի։ Բայց եթե հակառակն եմ բաց թողնում, ընկնում է վերև։ Պետք է հասցնես բռնես էլի, դա ինքը կախարդական է։ Ասեք։ Օ, ես պատկի ասում ինչքան է աշխատել սրա վրա։ Մերսի։ Ես մերսի։ Ահա։